Եթե որևէ շուկայում նախկին 2-ի փոխարեն այժմ կա 4 խաղացող, դրանից պարտադիր չի բխում, որ մրցակցային իրավիճակը լավացել է։ Հնարավոր է, որ դրանցից մեկի կշիռն էականորեն ավելացել է, առաջացնելով շուկայի ավելի մեծ կենտրոնացվածություն։ Խորհրդարանում 2024 թվականի տարեկան զեկույցի ներկայացմամբ հանդես եկող մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին հարց ուղղեց Բաբկեն Թունյանը։ Դրա համար մեզ համար շատ ավելի լավ կլինի ու ցանկալի կլինի ունենալ ձեռքի տակ այդ ինդեքսները, եթե մրցակցության հանձնաժողովը դրա համար որոշակի օրենսդրական կամ այլ կարգավորումների կարիք ունի, դա կարող են կանել, բայց դա բարդ բան չի։ Ձեր ասած մեխանիզմը, որ հանրությանն է ցույց տանք, բացի տոկոսներից, նաև կարելի է ենթադրում եմ այդ հաշվետվությանը մի քիչ ավելի հետևողական վերաբերել եւ այդ թվերը ավտոմատ գեներացվի կհրապարակենք։ Մենք սակայն ելի մասնակիցների առաջի երկու տեղի բաշխվածքը եւ քանակը հրապարակենք, ինչը եւս մի քանի գործողության արդյունքում կարելի է հուշել շուկայի դինամիկայի հետ կապված։ Սերգեյ Բագրատյանը մրցակցության խաթարման հետևանք է համարում Վրաստանում սահմանին կոնյակագործների համար ստեղծված խոչընդոտը։ Ես ինչի եմ դիմում պարոն Գևորգյանի, որովհետեւ մրցակցությունը խաթարվել է Հայաստանի Հանրապետությունում, տեղափոխվել է Վրաստան եւ ստացել է այնպիսի տեսք, որ պետությունները այլևս չեն կարողանում կարգավորել խնդիրը։ Այսինքն ձևավորվել են որոշակի կլաններ, որոնք աշխատանքը կազմակերպում են այնպես, որտեղ իրենք շահ ունեն եւ այն կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունից կարողանում են պայմանավորվել այդ մաֆիոզ խմբավորումների հետ, նրանք կարողանում են իրենց ապրանքը տեղ հասցնել, իսկ բարեխիղճ մրցակցողները, բարեխիղճ գինեգործները, կոնյակագործները մնում են սահմանին կանգնած ամսից ավել։ Խմիչք եւ սպիրտ արտադրող մեր գործընկերները, մեր տնտեսվարները, այո, դուք ճիշտ եք, ես ունեն լուրջ խնդրեմ։ Մենք կհավաքենք այդ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության արդեն իր հետ կքննարկենք։ Ըստ Գևորգյանի, օրինակ բենզինի ներկրման հետ կապված լոգիստիկ որոշակի խնդիրներ են առաջացել։ Հույս հայտնեց, որ հարցը կկարգավորվի։ Նրա զեկույցը խորհրդարանն ընդունեց ի գիտություն։ Քննարկեց նաև կրիպտոակտիվների մասին եւ կից օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հայաստանում այս պահին կրիպտոակտիվների ոլորտը կարգավորված չէ։ Սա հիմնարար օրենք է, որը հստակություն է մտցնելու ներդրողների ու սպառողների համար, ներկայացրեց Կենտրոնական բանկի փոխնախագահը։ Առաջին երկրորդ ընթերցում մենք փոփոխություն ենք արել եւ բանկերը փաստացի չեն կարողանալ ուղիղ իրենց լիցենզիաներով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել, եթե հոլդինգային խումբը կուզենա կրիպտոակտիվներով ծառայություն մատուցի, պետք է գա նոր ընկերություն բացի, նոր լիցենզիա ստանա եւ նոր կարողանա կրիպտոակտիվներով ծառայություն մատուցի։ Առևտրային բանկերը ուղղակի շատերը ուղղակի հրաժարվում են դրանով զբաղվել։ Այստեղ ոնց ենք մենք հարցը կարգավորելու, իրավունք են ունենալու, թե ունենալու են պարտավորություն։ Կենտրոնական բանկի շահերի բախում չկա։ Որն է տրամաբանությունը, որ պետք է Կենտրոնական բանկը կարգավորի եւ վերահսկի, որովհետեւ մենք ոչ թե կարգավորում եւ վերահսկում ենք տեխնոլոգիա, այլ ֆինանսական ծառայություն։ Այս, ինչպես նաև օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը խորհրդարանն ընդունեց, համաձայնագրերը վավերացրեց։ Հատուկ ընթացակարգով քննարկելուց հետո երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նաև ներմուծվող ցեմենտի պետական տուրքի բարձրացման նախագիծը։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։